Շարունակում ենք մեր եթերը եւ առողջ լինելու համար նաեւ պետք է մշակութային առումով հագեցած օր ունենաք, հետևեք թե ինչ է տեղի ունենում ձեր շրջանում կամ այս դեպքում այցելեք Մայրաքաղաք, որովհետեւ Երևանի կամերային թատրոնը հրավիրում է ձեզ նոր ներկայացման Անտեր Ground It's a Joke։ Առաջարկում եմ առանց ժամանակ կորցնելու ներկայացնենք մեր հյուրերին, որովհետև հարցերը շատ են, հարցնել պիտի իհարկե ուղենք նրանց եւ այսպես դերասանուհի Սոնա Մաթևոսյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ դերասան Սենիկ Բարսեղյան, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Մենք հրաշալի։ Իսկ ոնց եք սկսել առավոտ, այդ է հետաքրքիր։ Իմ առավոտը մի 15 րոպե առաջ է սկսել։ Աչքերս բացել եմ ու եկել եմ ձեր մոտ։ Լավ։ Ես ավելի շուտ եմ արթնացել, նո սովորական օրերին միշտ քնում եմ, բայց այսօր Ես հենց դա եմ ուզում հասնել ծարաբեռնված այդ աշխատանքային գրաֆիկի դեպքում արդյոք հնարավոր է առավոտ այսպես երկար քնել։ Նախաճաշով սկսել։ Նախաճաշ չենք հասցրել վստահաբար, բայց քանի որ ձեր մոտ ենք շտապել, մտածեցինք, որ այսօրվա առավոտվա եթերը մեզ կսնի։ Մեծ պատասխանատվություն է։ Այսքանից հետո ավելի հուսանք։ Բայց դուք շատ լարված գրաֆիկով եք աշխատում հատկապես վերջին օրերին, որովհետև թատրոնում առաջնախաղ է։ Ինչպես են ընթանում փորձերը, մի փոքր պատմենք կուլիսային կյանքից, հետո արդեն խոսենք ներկայացման շատ հետաքրքիր մանրամասներից։ Նայ, մենք Պատմել թե ոչ։ Պատմեք։ Եթե խոսենք վերջին շրջանի փորձերի մասին, ինչպես յուրաքանչյուր պրեմիերայից առաջ կա լարվածություն, կա չհասցնելու զգացողություն, որ ինչ-որ մի բան հաստատ թերի է, չես հասցնում, հագուստ է, ռեկվիզիտ, չգիտեմ, մի խոսքով, ինչ կապված է ներկայացման հետ, բայց կարծում եմ, որ մենք պատրաստ ենք։ Ամիս ու կես տևեցին մեր փորձերը ընդհանուր առմամբ, եթե վերցնենք Չիտկայի շրջանը ու հետո արդեն բեմ անցնելը, բավականին կարճ ժամանակահատված ունեինք ներկայացումը ստեղծելու համար, բայց մենք պատրաստ ենք արդեն, այնպես որ վաղը կարող ենք արդեն ներկայանալ հանդիսատեսի դատին։ Ինչ համար շատ ուրախ ենք, եթե անկեղծ, որովհետև սովորաբար ներկայացումներին հնարավորություն է տրվում, չէ, 2 ամիս, 3, ինչ չէ, 6-8 պրակտիկան ցույց է տալիս, բայց շատ երկար այնուամենայնիվ ունենք դեդլայն, որին որ պիտի գնայինք ու հասանք դրան մեր շատ սիրելի Աշո Արությունյանի օգնությամբ ու մեր սրտացավ իհարկե աշխատակիցների, ովքեր որ ամեն ինչ անում են կուլիսներում, որպեսզի ներկայացումը ծնվի։ Ունենք ֆանտաստիկ ներկայացում, որի անունը ինչպես արդեն նշեցիք Անտեր Ground It's a Joke, որը կծնվի ամսի 1-ին ու 2-ին։ Մենք սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին։ Ներկայացումը կարելի ասել ընդհանուր առմամբ մի մեծ տոնախմբություն է, հա, այսպես։ Եթե մի խոսքով իրան փորձենք բովանդակություն տալ, բայց ընդհանուր առմամբ, եթե խոսենք ներկայացման բովանդակության ու իմաստի մասին, դա մեր մասին է, մեր հասարակության մասին է, հասարակության մարդկանց շերտերի մասին է, ինչի հետ մենք առնչվում ենք ամեն օր։ Հետաքրքիր է ինչպես որոշում կայացվեց, որ հենց այս ստեղծագործությունը պետք է ընտրվի, այն պետք է բեմադրել, ինչպես են այդ աշխատանքները ընթացել։ Անկեղծ ասած, սա Արարությունիչի Արարին Ջակյանի դրամատուրգիան է, որին որ մենք պարբերաբար անդրադառնում ենք։ Պիեսը գրվել է 98 թվականին, Underground-ը, ու սա երևի թվով 3-րդ անգամն է, որ վերաբեմադրվում է։ Ինքը առաջին կազմը եղել են մեր ավագ ընկերները, երկրորդ կազմը կարծեմ 2013-ին է խաղացել, եթե չեմ սխալվում, մեր երիտասարդ դերասանների խումբ ունենք, ովքեր որ այցելեցին ստուդիա ու հենց այդ ժամանակ կյանքի կոչվեց, եւ այս անգամ մենք կարծում ենք, որ ինքը կունենա երկար կենսագրություն, որովհետև շեֆի Արարությունիչի պիեսները, շեֆ մենք ասում ենք, որովհետև մենք շատ ենք սիրում մեր շեֆին, այո, ունենում են կենսագրություն, ինչ առումով առհասարակ Արա Երնջակյանի դրամատուրգիան դա մեր տարեգրությունն է, որը որ տեղի ունենում մեր կյանքի ընթացքում, այսպես ասեմ, հա, ու մոռացա հարցը ինչ էր։ Հարցը կուլիսներից ենք խոսում, բայց ուր հասանք։ Իրականում Արեն Երնջակյանի կարծես բոլոր գործերը, երբ կարդում ենք, ոչ միայն ներկայացումները, որոնք կան թատրոնում, շատ երկար կյանք ունեն, որովհետև կապ չունի թվականը թե երբ է գրվել, հենց այդ օրվա այդ վայրկյանի մասին է։
Եվ underground-ն էլ բացառություն չէ այս դեպքում։ Հա, բացառություն չէ ու ես ամեն անգամ զարմանում եմ, անկեղծ եմ ասում, ինչ ունակություն ունի մեր Արա Երնջակյանը կանխատեսելու, չգիտեմ, իսկապես ամեն անգամ զարմանում եմ, ոնց կարող է 40-50 տարի առաջ գրված գործերը այդքան լինեն արդիական այսօր ու այդքան այսօրվա մասին լինեն։ Եվ տխուր է, եւ չգիտեմ։ Վստահաբար փորձերին հասցրել է արդեն ներկա գտնվել իր կարծիքը։ Մենք հանձնել ենք Եվ ինչ կարծիք ուներ այս տարբերակի մասին։ Ճիշտ ասած, շեֆի հուզմունքը ամեն ինչ ասում է, երբ որ իր դեմքին ժպիտ է առաջանում եւ այդ հուզմունքը ամբողջ ընթացքում դե մենք իհարկե հանձնելուց միշտ ուշադիր ենք, չէ՞, ոնց է նայում, ոնց է հետևում զարգացող իրադարձություններին ու ի երջանկությունից շատ ուրախ էր, ասեց, որ այնքան ուրախ էր, որ առանձնացրեց բոլոր այն տեքստերը, որոնք որ ժամանակին ինչ որ տեղ դուրս էր եկել, վերադարձվի ներկայացման բովանդակության մեջ։ Ու մենք հիմա պարտավոր ենք իհարկե նորից այդ բաց թողած մասերը նորից վերականգնենք։ Ես գիտեմ, որ մենք փակագծերը շատ չեն կարող իհարկե բացել, բայց այդուհանդերձ հետաքրքիր է ինչ պիտի ակնկալի հանդիսատեսը գալով եւ տեսնելով այս ներկայացում, այ ինչ կտեսնի եւ ինչ զգացողություններով կհեռանա թատրոնից։ Ըստ ձեզ։ Մեր սիրելի հանդիսատեսը, ինչպես հավատարիմ, ովքեր որ մշտական հանդիսատեսն են մեր, կարծում եմ, որ նույն զգացողություններով, նույն էմոցիաներով պետք է այսպես ասեմ, լքի դահլիճը, բայց այնուամենայնիվ, ինչպես ասվեց, որ ժամանակի տարեգրության մասին է խոսքը, մեր հորետեսական կատակերգությունը ինքը ժանրով, որպես այդպեսին, ակնկալիքը այսպիսին է, Սոնա Մաթևոսյան, Զիրոյան, Սուրեն Պողոսյան, Լուիզա Մելքոնյան, Սենիկ Բարսեղյանս, ունենք հենց մեր անուններով, մեր կերպարները, ովքեր որ հանդես են գալիս, ճիշտ է, թատերական աշխարհի համար դա կարող է շատ տարօրինակ հնչի, բայց հանդես են գալիս մեր անուններով, բայց յուրաքանչյուրս մեր անուններով հանդես գալուց մենք դա մեր բեմական կերպարն է։ Այո, ամեն անգամ ցանկացած պիեսի մեջ ներկայանալուց ստացվում է, որ դա մեր բեմական կերպարն, այսինքն դա մենք չենք, որտեղ հիմա մենք ես Սոնանը, ճիշտ։ Ինչի մասն է խոսքը, նույնականացման սիստեմը մեր ֆորմատի, հենց այդպիսին է, որ հանդիսատեսը դառնալու է գործող անձ, որովհետև նույնականացման ըստ նույնականացման սիստեմի մասնակիցն է դառնալու այդ տոնախմբության, ինչի համար էլ իրականում մենք շատ ուրախ ենք ու սենց սրտաթրոփ սպասում ենք այդ ամսի 1-ին ու 2-ին, որպեսզի ու բացի այդ ամենից շատ հետաքրքիր ֆորմատով է այս ներկայացումը լինելու, այս անգամ դե եթե փակագծերը չբացենք, իհարկե շատ դժվար լինելու է կենթանի հնչողություն, կենթանի նվագակցություն։ Գիտեք, կներեք, Սոնա ջան, ժամանակին կամերային թատրոնը միշտ ելույթ է ունեցել կենթանի նվագակցությամբ։ Դեռ ես հիշում եմ, ինձ պատմել են իմ ավագընկերները, որ 76 թվականին ֆիլհարմոնիկի դահլիճում նույնիսկ պարոնայք ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել ու զվարճանալ ներկայացումը, խաղացվել է կենթանի նվագակցությամբ։ Հիմա մենք վերադառնում ենք ակունքներին, ինչպես ասում են, հա։ Ու մենք ունենք Fantastic Darwin's Project, որտեղ որ մենք նաև առանձին երաժշտական գործունեություն ենք ծավալում, մեր տղաները միացել են մեզ ու ինչի համար շատ ուրախ ենք, որովհետև ներկայացումը նոր շունչ է ստացել, նոր բովանդակություն է ստացել։ Հա, կարելի ասել բեմում լինել են 8 գործող անձինք, տղաները մեզ հետ միասին, մի խոսքով ինձ համար էլ է նոր այդ ֆորմատը, բայց ֆանտաստիկ է, այդ կենթանի հնչողությունը մի ուրիշ զգացողություններ է տալիս, լինելու է երգ, պար, երաժշտություն, մի խոսքով այն ամեն ինչը, տոնախմբություն, հրավառություն, վերջում էլ միգուցե։
Հրավառությունը վստահաբար կլինի ծափերի տեսքով հանդիսատեսի եւ կամերայինի հավատարիմ հանդիսատեսի համար գաղտնիք չէ, որ նրանք պատրաստ են յուրաքանչյուր ներկայացման դառնալ գործող անձանցից մեկը։ Հենց այդ ողջավորությամբ սիրելի հեռուստադիտողներ բոլորիդ հրավիրում ենք Երևանի կամերային թատրոն դիտելու Underground It's a Joke ներկայացումը, որը խաղացանկային ներկայացում է, եթե բաց թողնեք այս 2 օրը կարող եք հետևել խաղացանկին, որպեսզի հաջորդ ներկայացմանը անպայման գնաք։ Ես հենց դրա մասին եմ ուզում ասել, որ մենք էլ պիտի հետևենք քո խորհրդին, մանր եւ առաջին հերթին մենք իհարկե բաց չթողենք ու անպայման ներկա գտնվենք հենց առաջնախաղին։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Շատ ձեր ժամանակ այլևս չենք տալի, որպեսզի հասնեք պատրաստվել, բայց շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Իսկ մենք լսենք երաժշտություն եւ վերադառնանք։